Կարծում եմ կսկսեն նույն Մելիք Բեկյանը կսկսի գլուխ գովալ, որ ինքը ընտրվեց, ու այդ նշանակում է, որ բոլորին բավարարում է։ Գիտեք, երբ որ ինչ-որ խնդիր կա ու դու ուզում ես այդ խնդիրը լուծես, առաջինը դու պետք է ընդունես, որ դա խնդիր է։ Իսկ երբ որ քեզ ասում են ամեն ինչ լավ է, հենա, տեսնում եք, այս մարդուն ընտրել են, ինչ է, ամեն ինչ լավ է։ Հաստատին Մելիք Բեկյանին ընտրել են պարզապես, ինչպես ՀՖՖ-ի դեպքում, ձեռք բարձրացնող։ Ես համոզված եմ, բացի դրանից, ինքը ցույց տվել արդեն ֆուտբոլում Հայաստանը այսքան տարիների մեջ, որ իրան հետաքրքրում է միայն իր անձնական հարցերը, ֆինանսական, օրինակ այնտեղ իր աշխատավարձ կունի մոտ 20,000 եվրո ամսական, չնայած խոսքը գնում է միայն մեկ պետք է ինչ-որ ձեռք բարձրացնի, պարզավոր դրա մասին է։ Իսկ մենք, ես համոզված եմ, որ այդ մարդը ոչ մի բան հայկական ֆուտբոլին չի տվել մինչև այսօրս ու էլ չի տա։ Մենք ճիշտ ասած ամոթով կմնանք, որովհետև երբ որ ինքը խոսում է, ես որպես ֆուտբոլի մեջից մարդ, ճիշտ ասած ես այդտեղ ամաչում, ու ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ ինչ է, Հայաստանում ամեն ինչ նորմալ է, ցենց էլ կարանք շարունակենք, բայց եթե մենք ցենց շարունակենք, ինձ թվում է շուտով ֆուտբոլը вообще Հայաստանում գոյություն չունենա։